Ողջույն, սիրելի բարեկամներ, այսօր խոսելու եմ Թաթուլի համերգից, Ռաբիզի շուրջ ծավալվող իրադարձությունից, թուրք և դավաճան իրար ասողներից ու Փաշինյանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշի այրումը դատապարտելուց։ Ինչպես գիտեք, արվեստը միշտ էլ տարբեր կարծիքներ է առաջացրել, և երաժշտությունը բացառություն չէ։ Մասնավորապես, Թաթուլի ստեղծագործությունները հաճախ են քննարկման առարկա դառնում հասարակության տարբեր շերտերի կողմից։ Ոմանք նրան համարում են հայ երգարվեստի կարկառուն ներկայացուցիչ, մյուսները գտնում են, որ նրա երգերը ադրբեջանական ու թուրքական են և հեռու են ավանդական հայկական մշակույթից։ Եկեք միասին փորձենք հասկանալ այս տարաձայնությունների արմատները և քննարկել, թե ինչու է Ռաբիզը այդքան ժողովրդականություն վայելում մեր հասարակության մեջ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր երկարատև հարևանությունը թեկուզ և պատմական դժվարին հանգամանքներում որոշակի հետք է թողել մեր կենցաղի, լեզվի և անշուշտ երաժշտության վրա ևս։ Սակայն պետք է նկատել, որ Ռաբիզը միայն արտաքին ազդեցությունների արդյունք չէ, այն ունի իր սոցիալական հիմքերը։ Շատերը, ովքեր հավանում են այս ժանրը, գտնում են, որ այն արտացոլում է իրենց կյանքը, զգացմունքները, ուրախություններն ու դժվարությունները։ Այս երկարվեստում կիրառվող պարզությունը ու անմիջականությունը կարող են գրավիչ լինել լսարանի մի զգալի հատվածի համար։ Միևնույն ժամանակ, հասկանալի է նաև այն քննադատությունը, որը հնչում է Ռաբիզի հասցեին։ Շատերը մտահոգված են, որ այն չի նպաստում բարձրաձև գեղագիտական ճաշակի ձևավորմանը և կարող է նույնիսկ վնասակար լինել երիտասարդ սերնդի համար։ Կա մտավախություն, որ այս երաժշտությունը չի արտացոլում մեր ազգային ինքնությունը և կարող է նպաստել մշակութային արժեքների արժեզրկմանը։ Սակայն կարևոր է հասկանալ, որ մարդիկ բազմատեսակ են։ Միևնույն հասարակության մեջ կարող են գոյություն ունենալ տարբեր ճաշակներ և նախասիրություններ։ Իհարկե, մենք պետք է հոգ տանենք մեր ավանդական մշակույթի պահպանման և զարգացման մասին։ Մենք ունենք հարուստ երաժշտական ժառանգություն, Կոմիտասի, Գուսան Շերամի, Սայեդ Նովայի և բազմաթիվ այլ մեծերի կողմից ստեղծված գոհարներ։ Մեր պարտականությունն է այս արժեքները փոխանցել սերնդեսերունդ և ապահովել դրանց հանրահռչակումը։ Սակայն պետք է հասկանալ նաև, որ հայկական գուսանական երգարվեստը արևելյան ծագում ունի։ Այն պարունակում է պարսկական, թուրքական, իհարկե ոչ ադրբեջանական, քանի որ այդ ժամանակ դեռ նույնիսկ Ադրբեջան էլ չկար, և նաև արաբական տարրեր։ Այն հիմնված է արևելյան փիլիսոփայության մտքի վրա, սկսած Օմար Խայամից, ով ազգությամբ պարսիկ էր։ Հետագայում հայկական երգը ու երաժշտությունը մաքրվել է օտար ազդեցություններից, մեծապես Կոմիտասի ջանքերով։ Նա գյուղերից ու գավառներից հավաքել է հին հեթանոսական և քրիստոնեական երգեր, զտելով դրանք թուրքական ու քրդական հետքերից։ Արդյունքում ստեղծել արժեքավոր երաժշտական ժառանգություն, որը այսօր նաև եկեղեցու շնորհիվ հասել է մեր օրեր։ Ցավոք սրտի, այսօր այն հիմնականում հնչում է միայն փոքր համերգասրահներում, բայց լայն լսարան այդպես էլ չի հավաքում։ Արդյոք սա լավ է, թե վատ։ Ոմանք կարող են պնդել, որ Ռաբիզը ավելի շատ թուրքական և արաբական է, քան հայկական։ Իդեպ Ռաբիզը խորհրդային Հայաստանի ժամանակ հեռուստատեսությամբ չէր ցուցադրվում և չէր պրոպագանդվում, քանի որ ԽՍՀՄ-ում մշակութային խոսքի խիստ ցենզուրա կար։ Պետությունը հստակ սահմանել էր, ինչը պետք է հնչի և ինչը ոչ։ Ռաբիզը համարվում էր փողոցային երաժշտություն և հիմնականում հնչում էր Երևանի ծայրամասերում, բայց չնայած ամեն ինչին, ժողովուրդը այնուամենայնիվ ձգտում էր լսել թուրքական և արաբական երաժշտություն։ Ոչ բոլորը գիտեն, որ 1970-ից 80-ականներին Երևանում ամեն օր ժամը 18:00-ին միացնում էին Բաքվի ռադիո Զեյնաբ Խանլարովա լսելու։ Եվ նույնիսկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կազմակերպվում էին համերգներ, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվում էին լսելու ադրբեջանական արտիստների Զեյնաբ Խանլարովային, Ռաշիդ Բեհբուդովին և Ֆլորա Քերիմովային։
Հայերն ու ադրբեջանցիները շուրջ 70 տարի համատեղ ապրել են Խորհրդային Միության կազմում, կիսելով ընդհանուր սոցիալական, մշակութային և տեղեկատվական տարածություն։ Ավելին, մենք նույնիսկ համատեղ ապրել ենք ռուսական կայսրության կազմում մոտ 100 տարի, ինչն էլ մեծ ազդեցություն է թողել երկու ժողովուրդների մշակույթի և երաժշտության վրա, անկախ քաղաքական հակասություններից։ Ի տարբերություն մեզ, օրինակ մեր հարևան Վրաստանում, որը նույնպես եղել է ԽՍՀՄ կազմի մեջ, այդ ազդեցությունը այդքան զգալի չէ։ Վրացական ռաբիս երգերը ավելի ներդաշնակ են թվում, համեմված վրացական երգարվեստի ելևէջներով։ Այս ամենը խոսում է մեր ընկալումների տարբերության մասին։ Մենք հայերս ավելի օտարասեր ենք և նույնիսկ ռաբիսի մեջ պահպանել ենք հիմնականում օտարածին ելևէջներ, չներդնելով մեր հայկականը այդ ոճում, ասելով, որ ամբողջ ժողովուրդը կրում է նույն երաժշտական ճաշակը, սխալ կլինի։ Ուստի եկեք ընդունենք, որ մեր ժողովրդի մի զգալի մասի վրա ազդեցություն է ունեցել արևելյան մշակույթը և դա պատմականորեն օբյեկտիվ պատճառներ ունի։ Հիմա հարց. ինչ պետք է անել այս իրավիճակում։ Խորհրդային տարիներին գոյություն ունեցող մշակութային ցենզուրան, որը իհարկե խիստ էր, բայց իրականում պահպանում էր հայկական մշակութային շատ մեծ արժեքներ։ Այդ տարիներին զարգացան հայկական ջազը, էստրադան, սիմֆոնիկ և ժողովրդական երաժշտությունը։ Խրախուսվում էր կոմիտասյան ավանդույթների շարունակությունը, ուսանական ժառանգության վերարժևորման գործընթացը, ինչպես նաև կոմպոզիտորական ստեղծագործությունները Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և ուրիշների շնորհիվ։ Այնուամենայնիվ, անկախությունից հետո այդ քաղաքականությունը թուլացավ և մեր մշակույթը մնաց ինքնահոսի։ Բացի այդ, մեր մտավորականությունը դիտավորյալ ոչնչացվեց, իսկ անկախ Հայաստանի տարիների ընթացքում շատերը գաղթեցին երկրից։ Արդյունքում առաջնային դարձան այն արժեքները, որոնք ավելի հեշտ էին ընկալվում և տարածվում։ Այս իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են հստակ մշակութային ծրագրեր, որոնք կնպաստեն իսկական հայկական արժեքների պահպանմանն ու զարգացմանը, բայց այդ ամենը սպասել այս իշխանություններից և դրանից նախորդ եղած իշխանություններից ևս անիմաստ է։ Նրանք հեռու են արվեստից և պետականամետ մշակութային քաղաքականությունից։ Սակայն միևնույն ժամանակ սա պետականության կարևորագույն խնդիրներից մեկն է, քանի որ դա է թելադրում, թե վաղը ինչ քաղաքացի է ձևավորվելու։ Խնդիրը այն է, որ այսօր բազմաթիվ հայեր նախընտրում են լսել Թաթուլ, Սպիտակցի Հայկո և Արամ Ասատրյան, բայց երբեք չեն լսել Կոմիտասին, Գուսան Շերամին կամ Սայեթ Նովային։ Նորմալ է, որ մարդիկ լսում են ռաբից, բայց նորմալ չէ, որ հայ լինելով հանդերձ չեն լսել Կոմիտաս ու Սայեթ Նովա։ Մենք մշակութային ինքնության ճգնաժամի մեջ ենք։ Սա վերաբերում է մեր ազգային արժեքների ու ինքնության պահպանմանը, քանի որ դրանք հանդիսանում են մեր իրական մշակութային ժառանգությունը։ Մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի հայկական մշակույթը ներկայացվի ըստ արժանավույնս, բարձրացնելով հայկական երաժշտության և արվեստի իրական արժեքները։ Սա պահանջում է մշակութային ծրագրեր, որոնք կնպաստեն ավանդական երաժշտության զարգացմանը, ինչպես նաև նորարարական մոտեցումներ ձևավորել մշակութային ինքնության պահպանման համար։ Սա չի նշանակում, որ մենք պետք է արգելենք կամ վերացնենք այլ երաժշտական ուղղություններ։ Յուրաքանչյուր ոք ազատ է ինքնուրույն ընտրելու, թե ինչ լսի։ Եկեք լինենք միմյանց հանդեպ ավելի հանդուրժող և բաց մտածող։ Փոխանակ միմյանց մեղադրել կամ պիտակավորել, փորձենք հասկանալ միմյանց տարբեր երաժշտական ճաշակների առաջացման պատճառները։ Իրականում
Այսօր հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են սոցիալական ցանցերում, մեդիահարթակներում եւ հրապարակային խոսքում տարբեր խավերի ներկայացուցիչներ մարդկանց բաժանում մերի եւ ձերի, սևի եւ սպիտակների ճամբարների, որտեղ ամեն մեկը փորձում է մյուսին ներկայացնել որպես հայկականության թշնամի կամ ազգի դավաճան։ Սա հասարակությունում ծայրահեղ տարածված երևույթ է։ Անհրաժեշտ է դադարեցնել այս ամենը, որը հղի է մեծ վտանգներով։ Եկեք հարգենք ու ընդունենք հայի բոլոր տեսակները, որպեսզի լուծենք մեր խնդիրները ոչ թե հակամարտության մեջ, այլ համախմբված աշխատելով, ուժեղացնելով մեր ազգային միասնությունը։ Չեմ կարող չխոսել նաև Փաշինյանի թուրքամետ դիրքորոշումներից։ Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է վարչապետի վերաբերմունքը ապրիլի 23-ին Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այս գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Սա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է, ասել է նա։ Նախ, վարչապետի այս հայտարարությունը անընդունելի է, որովհետև այն հավասարության նշան է դնում զոհի եւ հանցագործի միջև։ Փաշինյանի այս պահվածքը ցույց է տալիս, որ նա սկսել է ավելի շատ պաշտպանել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, քան երբևէ որևէ հայ պաշտոնյա է դա արել։ Նրա իբր ժողովրդավար լինելը ու կեղծ թեզերը թուլացնում են հայկական կողմի ձայնը միջազգային ասպարեզում եւ հարվածում մեր ազգային արժանապատվությանը։ Սա մի պահ է, երբ պետության ղեկավարը պետք է կանգնի իր ժողովրդի կողքին, իր ձայնը բարձրացնի զոհվածների հիշատակի համար, ոչ թե դատապարտի իր ժողովրդի ցավի գոռոցը։ Այն վտանգում է մեր պատմական արդարության համար տարվող պայքարը, եւ մենք կոչ ենք անում բոլոր հայրենասեր ուժերին միասնական եւ հաստատակամ մնալ մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար։ Մենք չենք կարող բարեկիրթ ձևանալ, երբ մեզ կոտորում ու ոչնչացնում են։ Այսքանը, սիրելի ընկերներ, ես կոչ եմ անում մեկնաբանություններում միմյանց հանդեպ լինել հարգալից եւ հանդուրժող։ Միմյանց խոսքը չհարգելուն ուղղված մեկնաբանությունները կհեռացվեն։ Եվ վերջում, եթե հավանեցիք այս տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին ու սեղմեք զանգակ, բաց չթողնելու համար մեր հետագա տեսանյութերը։ Սիրով, Լեգալայզ Արմենիայի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Լեգալ Հայաստան։